Հա, գազախողովակել է կոտրե։ Էսյան էլի։ Անդավի գազախողովակն էլ է։ Էնի գազախողովակ չի։ Հա, սեղտ կան։ Ատենց ուտային դերևից կողքն։ Да. Շևրոլետը չէ։ Հա, հա, շնորհակալ։ Հա։ Հա։ Տղեկը զանգեցին, ասեցին, որ կազմակերպում է։ Ես Քաղաքացիներն ու պրիկարարներն են, չէ՞ հանե։ Եղվարդի։ Հա, դա նայ կոշիկը հելած։ Ոգա էլի է։ Մայիսի 8-ն է, Կոտայքի մարզ, Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում Շևրոլե Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան քարե պարսպին, երկաթե դարպասին, մինչ այդ էլ բախվել ճանապարհին տեղադրված գազատար խողովակներին ու հենասյաններին և հայտնվել այս վիճակում։ Վթարի հետևանքով 4 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել նշված բնակարանի սեփական տան ապրողները, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի Երշեր փրկարարական ջոկատի փրկարարներն ու Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այնուհետև Եղվարդի հիվանդանոցից վիրավորները տեղափոխվել են Երևանի Արմենիա բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Քաղաքացիները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարը Լևոն Բադալյանը, հրամանատարի տեղակալ
Վահագն Կարապետյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանը։ Այս պայն տարածքը օրվա պատասխանատու Վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ սահմանազատվել է, երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է, օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Աբովյանի գազնա չէ։ Գազպրոմ Արմենիա Աբովյանի ԳԳՄ-ի աշխատակիցներն են օպերատիվորեն ժամանել, այս պայն էլ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը քննիչն իր գործողություններն անի, որից հետո ողջ գիշեր աշխատելու են, որպեսզի վերականգնեն գազամատակարարումը եւ վթարված գազախողովակներն ու գազասյուները փոխարինեն նորով։ Գազպրոմ Արմենիան դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նայրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ Սուրիկ Ջանիկյանի դեպքի մասին ոստիկանության Նայրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Նայրի քննչական բաժին։ Իմ տեղեկություններով հիվանդանոց են մեկնել մարզի քննչական վարչության պետը Հովհաննես Չալաբյանը, տեղակալը Աշոտ Մելքումյանը, Նայրի քննչական բաժնի պետը Հայկարամ Հակոբյանը եւ տեղակալ Տիգրան Բաղյանը։ Հիվանդանոցից նաեւ ահազանգ է ստացվել ոստիկանության Նայրի բաժին, իմ տեղեկություններով վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Բժիշկները անում են ամեն հնարավորը, որպեսզի վիրավորների կյանքը փրկեն։ Այս էլեկտրոցանցի, այս էլ է վնասվել։ Մի վարկյան Ժողովրդի մի վարկյան ես կողմ Գազը դադարեցված է, չէ՞ ժամանակավոր։
Դե տոնից թռը հասես դե ինչ հարված լինի հարված է ինչ ուժ լինելի, որ շպրտի հասնին դեր, ունդե, իդքան շպրտել է հենը, այդ են է, լավա հայատում մարդ չի եղել, այն մարդ, Այսօր կա, Ազան գտվեց հիվանդանոցը ազան գտվեց, մեկը մահացել է, արդեն հիվանդանոցը պաշտոնապես հաստատեց։
Դրա համար Բադալյանն ու Բաղյանը գնացին հիվանդանոց էլի։ Անդեր են, Բադալյանն ու Բաղյանը։